Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Կոտայքի մարզպետանում կայացել է մարզից զորակոչված շուրջ 50 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը։ Բանակ հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող զինվորներին խրախուսելու նպատակով կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներքի հնչյունների ներքո եւ հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել arczepiskopos Կարամյանի օրհնության խոսքով։ Ողջունելով եւ շնորհավորելով բոլոր ներկաներին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ընդգծել է. Այս միջոցառումը շատ կարևոր է, հատկապես կարևոր է, որ տեղի է ունենում հենց այս օրերին։ Մենք հավաքվել ենք կրկին անգամ խոնարհվելու հայ զինվորի առաջ, հավաքվել ենք մեր զինվորների ծնողներին շնորհակալություն հայտնելու համար եւ ասելու, որ մենք ձեր ընտանիքների կողքին ենք այսօր եւ միշտ։ Հանդիպումն ուղեկցվել է տոնական հանդիսավոր միջոցառումով։ Գեղարվեստական հանդիսությանը մասնակցել են նաև մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները։ Ելույթներով հանդես են եկել նաև մի շարք զինվորներ եւ ծնողներ, ովքեր իրենց խոսքում դրական են գնահատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կազմակերպող գործընթացների բոլոր դրսևորումներն ու փաստել նմանօրինակ ձեռնարկների անհրաժեշտությունը։ Կոտայքի մարզպետանում կայացած հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ներկայացնելով հանդիպման կազմակերպման հիմնական նպատակային ուղղությունները։ Հրամանատարն իրենց զավակների բարեխիղճ ծառայության համար շնորհակալական խոսքեր է հաղել զինվորների ծնողներին ու անդրադարձ կատարել մարզի ղեկավարության հետ հետագա համագործակցության ծրագրային մոտեցումներին։ Մարզպետանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակվում են հանդիպմանը մասնակցող զինվորները։ Համայնքների ղեկավարները եւս ընդգծել են միջոցառման ձևաչափի կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել մշտապես ուշադրության կենտրոնում պահել ու աջակցել իրենց համայնքների զորակոչված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Միջոցառման ավարտին տեղի ունեցել զինվորների խրախուսման եւ նրանց ծնողներին շնորհակալական նամակների փոխանցման արարողություն։